ժողովուրդ ջան, այսօր հետա նայում եմ Գագիկ Ծառուկյանին, այ մարդ, այս մարդ ես վերջերքս շատ է թվերից խոսում, հիմա այսօր ինչ ասեց, ասում է Հիսուս Քրիստոսի արձանի բացման օրը աշխարհից 20 միլիոն մարդ է գալու, 20 միլիոն մարդ է գալու, Այդ մարդը գոնե հասկանում է 20 միլիոնը ինչ է։ Գիտեմ նա հասկանում է 20 միլիոն դոլարը ինչ է, բայց 20 միլիոն մարդ, տուրիստ, հասկանում է դա ինչ է։ Որ մի հատ թող մի հատ, ասենք կողքը մի հատ կանգնած մարդիկ կան ծափահարում են, որ 20 միլիոն մարդ է գալու, այդ մարդը, ասենք, թիվը, ասենք, կրակում ես, հասկանում ենք, որ գլուխդ գովում ես, որ դու մի հատ արձան ես սարքում, այդքան մարդ է գալու ես երգիր, մեր բյուջեն լծվելու, ասենց, հասկանում եմ, որ դրա համար ես գովում, բայց 20 միլիոն մարդ հասկանում ես, Գագիկ Ծառուկյան, դա ինչ է, ինչ թիվ է, հասկանում ես, գոնե, Եթե քու տնտեսություն, քու պետությունը ընդամենը 3 միլիոն է, այդ 3 միլիոնը, այդ ինչ աշխատանք է կատարելու, որ կարողանա այդ 20 միլիոնին գոնե ամեքին մի կտոր ցամաք հաց տա, ցամաք հաց, չեմ ասում հետը բաժակել լիմոնադ, այս մեկ 20 միլիոն մարդուն, Քո Հիսուս Քրիստոսի արձանը, որ կառուցում ես, դու գոնե այդքան հյուրանոցներ ունես, որ գոնե ասենք 500,000 մարդ ընդունես, չեմ ասում 20 միլիոն, չեմ ասում նույնիսկ 1 միլիոն, 500,000 մարդ, քեզ այդքան հյուրանոցներ ունես, մարդիկ հո չեն գալու դռանը կայնեն, հադիսի սարը այդ գետնինը տե նստեն գիշեր ցերեկ բան, հա? Գագիկ Ծառուկյան, մի խոսքով, ես ոնց գցում եմ, բռնում եմ երկրի ղեկավարները, ուրեմն ինչքան անգրագետ, ոչ խելացի, անենց ուղագի լիշբում մուսկուլ ունենան, բլակ ունենան, տես մարդիկ են ընտրում, ու թույլ են տալի տես մարդիկ հարստանան, խուլիգան լինեն, ես մի բան, խուժան, տես մարդկանց են թույլատրում, ես իրականում, հլը տես մի հատ մեծահարուստ մարդ չգիտեմ, որ թաթախված չեն ամեն տեսակ բաների մեջ, իսում է երկրների իշխանավորները հենց մտածված նման մարդկանց են թույլատրում գան միլիարդատերեր դառնան։ Հիմա դե լավ, սրա 20 միլիոնը դա գիտենք, որ սուտ է, ասկի 1 միլիոն չի կարա գա, Հիսուսի այդքան մարդուն հնարավոր չի, 2, 3, 4, 5 միլիոն հնարավոր է մեկ տարվա ընթացքում Գագիկ Ծառուկյան, ոչ թե Հիսուսի արձանի բացման օրը, դու պետք է հասկանաս, մի մոմենտ ինչ ես ասում, մեկ տարվա ընթացքում հնարավոր է Հայաստանը կարողանա ընդունի 5 միլիոն մարդ ու ճանապարհի, որպես տուրիստ, ոչ ավել, բայց 20 միլիոն մարդ, որ ասում ես այդ բացման օրը, դա Գագիկ ջան, ախր 5 տարեկան երեխեն էլ քեզ կասի, Գագիկ ջաջա, ոնց կարա, բայց 20 միլիոն մարդը որտեղ է ապրելու, որտեղ է քնելու, որտեղ է հաց ուտելու, լավ, հիմա մի քիչ էլ մեկից ասեմ, այսօր էլի նայ ասում, Սամվել Կարապետյանը մեր հարգարժան, ես նրան միշտ հարգարժան եմ ասում, նա ուղղակի սխալ ճանապարհի վրա է,
Դե ես կարծում եմ, որ իրան ստիպել են, իրան վարիանտ չունի, ձև չունի, շանս չունի։ Դրա համար էլ այդ քայլերին դիմում է։ Ասում է, այսօր այն հայերը, որոնք մեզ չեն ընտրելու, ես նրանց էլ եմ հրավիրում գան մեր հանրահավաքին, որովհետև ասում է, մենք 300,000 թուրքին թույլ չենք տալու գան Հայաստան։ Սամվել ջան, այդ 300,000 թուրքից բացի ուրիշ թեմա ես պարզա որ ձեզ չունեք։ Էդ է միայն ձեր թեման։ Դրանով էլ ուզում եք իշխանություն, ասենք, իշխանության գաք։ Բայց դա այն նույն Գագիկ Ծառուկյանի նման 5 տարեկան երեխան էլ կասի Սամվել ձաձա, ուրեմն երկրաշարժից հետո ուրեմն 120,000-անոց Գյումրիում 120,000 էլ ինչքան գիտեմ Գյումրին, չէ ժողովուրդ ջան, կարող եմ մի քիչ սխալվեմ, մի քիչ, բայց շատ քիչ եթե սխալվեմ, 120,000 Գյումրիում դեռ մինչև օրս 2,000 տնտեսություն, միջև օրս դոմիկներում է, քանի տարի է անցել երկրաշարժից, արդեն հեսա 40 տարի է դզում։ Սամվել Կարապետյան ջան, այդ 300,000 թուրքը որ գա, մի խոսքով բան անենք, ասենք, հա, դու ճիշտ ես, Նիկոլը կարող է ընդունի 300,000 թուրք, բայց 300,000 թուրքին որտեղ եք տեղվարելու, որ դեռ 40 տարի է, դեռ հələ ես միայն Լենինականի Գյումրիի մասին եմ ասում, 2,000 տնտեսություն դեռ դոմիկներում է ապրում։ Ինչի եք ժողովրդին ուզում էշի տեղ դնեք, ես չեմ ասում, եթե ժողովրդին դուք կարաք, հարիֆացնեք, բան, չեք կարա, այս ժողովուրդը ձեզնից խելոք է, ձեզնից խելացի է։ Ուղղակի ես կրկնում եմ, իշխանությունները թույլ են տալի ոչ խելացի մարդկանց հարստանան։ Ախր նրանք լավ գիտեն, եթե խելացի մարդը հարստանա, այդ իշխանության վերջ կգա։ Դրա համար էլ թույլ են տալի ոչ խելացի մարդիկ հարստանան։ Դա ամբողջ աշխարհում է տենց։ Հասկանում եք։ Խելացի մարդկանց երբեք թույլ չեն տալի, խելացի մարդկանց, ինչքան հիշում եք, թե սովետի վախտով, թե հիմա, փաստացի ոչնչացնում են իշխանությունները, որովհետև խելացի մարդը միշտ վտանգ է սպառնում։ Իսկ եթե մարդը փողատեր է, բայց խելացի չի, նա վտանգ չի կարա սպառնա։ Դուք տենց հենց նենց փողերը փրխարջելու եք, բանտերը ընգնեն ժողովուրդը, այս մեկը ձեր անմտածված քայլերի համար, բան եւ վերջ։ Ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Ասում ես, մենք հանրապետության հրապարակում այսօր միայն այդ թեզն ենք քարոզելու, որ այս ժողովրդին հավատացնենք, որ 300,000 թուրք է գալու։ Հասկանում ես։ Ադրբեջանը, որ իր բանակով էլ գա, իր բանակը ընդամենը 120,000 է։ Դու հասկանում ես, Սամվել Կարապետյան, ինչ ես ասում։ Ադրբեջանի բանակը ընդամենը 120,000 զինվոր է։ Եթե նա ամբողջ իր բանակն էլ մտցնի Հայաստան, 300,000 թուրք չի կարա մտնի ստի։ Դա հնարավոր չի, ոչ 1 տարում, ոչ 5 տարում, ոչ 40 տարում, ոչ 50, ոչ 100 տարում։ Հասկանում ես։ 1828 թվից, Սամվել Կարապետյան ջան, լսի ուշադիր, 1828 թվից Հայաստանի տարածքում միջև 1990 թիվը ընդամենը եղել է 165,000 ադրբեջանցի։ Հասկացար։ Ընդամենը 165,000 ադրբեջանցի է 1990 թվին հեռացել Հայաստանից։
Դու պատկերացնում եք ինչ թվեր եք ասում, դու գոնե մի 30,000 ասեիք, կարող է մարդու մտքով անցներ, որ 30,000 մարդ հնարավոր է, հասկանում եք, բայց 300,000, 3 հատ Գյումրի, 3 հատ Գյումրի բերելու են Հայաստան, դուք հասկանում եք ինչեր եք ասում, դու հիմա պետք է հասկանաս, որ ով այդ թեզը ձեր մեջ մտցրել է, որ դուք դա պետք է ասեք ու ժողովրդին հավատացնեք, այդ մարդիկ ձեզ իրականում դրել են շատ ծանր վիճակի մեջ, շատ անհարմար վիճակի մեջ են ձեզ դրել, ասել եք ունգել քաքի մեջ, այսինց հասարակ լեզվով, դե սենց էլի ժողովուրդ ջան, լիքը բաներ, են մեկն են ինչա են, Քոչարյանն են ինչա, տղու հետ, են ինչ արտիստություններ էին անում, ասում մի ռոպե չի մի ռոպե, Եսի մեն ինչեր էին, են ինչ արտիստություններ, կանալ ունեն, մտել են մեջը իրանց համար կայֆ են անում, Քոչարյան, բայց մի ամիս մնում քո կայֆանել, ամիս մաքսիմում 2, խոսքս իշի, ամեն ինչը ավարտվում է ձեզ համար, ամեն ինչը իրականություն է, ավարտվում է ձեզ համար, ամեն ինչը, դուք ճիշտ ասած, ձեր երեխանց ամարել եք վտանգ սպառնում, ձեր երեխանց համար, ձեր արած քայլերով, ես երեք միտեղ կանգնած Ղարաբաղցիների մոտ զրից էինք անում էլի, ասում եմ 44 օրյա են Քոչարյանը գնացել էր Ղարաբաղ, են Բակո Սահակյանի տանը նստել էին մի շաբաթ վայենի ֆորմեկով բանով, որ ասում եմ ես լինեի, ասում եմ Քոչարյանի տեղը, ես Ղարաբաղից Հայաստան ետ չէի վերադառնա, բա քո ստեղծած Ղարաբաղն է, քեզ ոնց ասին, չէ վիճակը արդեն լավ չի փախեք ստից, թողիկ փախակ Ղարաբաղից, Հայաստան եկակ էլի, տես չի Քոչարյան, որ ես լնեի քո տեղը, այսենց կդնեի ստե կխփեի ինձ ու կպրծնեի, այդ ժամանակ հնարավոր է, որ ինչ-որ մի մասա ասեր իսկականից այդ մարդը հերոս է, կարող է ես էլ ասեի, բայց դու դա չարիր, գնացիր ընդե նստեցիք, կազմակերպեցիք ոնց եք Ղարաբաղը հանձնում, արդեն ենա լիքը մարդիկ կան, ենա Գևորգ Արստամյանն էլա մի լավ թեմա է դրել, մի լավ տղա ոնց է ասում, որ են բաները, են Գեգամ Մանուկյանի եղբայրը, որ իրանք Կոմիտաս է անվանում, անձամբ իրա հետ ընդեղ ինչ զրույցները արել այդ մարդու հետ, Ես օրինակ արդեն մի 100 աղբյուրներից լսել եմ, որ մեր գերիները, զինվորները շատ ծանր վիճակների մեջ են եղել Ադրբեջանի բանտում, ընդե ընդամենը մեր գերիներից, ժողովուրդ ջան, ես ստույգ տվյալ եմ ասում, 2 հոգի է մնացել, 2 հոգի, ես այդ 2 հոգուն էլ կտան, բայց ես են մնացած այդ ղեկավարները բանը այդ որ ասում են, չէ, այդ ղեկավարները բանը, ես դրանցից մենակ այդ Ռուբեն Վարդանյանին եմ բանանում,
Միայն որ նա այդ պատերազմին բանին ընդհանրապես չի մասնակցել, նա իր հիմար խելքով էլի եմ ասում, էլի հարուստներին երբ որ թույլ են տվել հարուստանալ, նրանք հիմար մարդկանց են ընտրել։ Նա իր հիմարության պատճառով գնացինք իրանք ցես քաքի մեջ ու վերջ։ Ժողովուրդ ջան, ամեն ինչը համընկնում է, իմ ասած խոսքերը ամեն ինչը իրար հետ համընկնում է։ Հա, ընդ ովքեր որ թուրքի բանում են, բանտում, ես իմ կարծիքն եմ ասում, իմ կարծիքը, որ այսքան տարբեր մարդկանցից, աշխարհի տարբեր մասերից մարդիկ, ովքեր որ 44 օրյային ընդեն լե, ովքեր որ դրանցից խոսում են, ինձ թվում է նրանք բոլորն էլ դավաճանել են եւ Հայաստանին եւ Արցախին, դրա համար նրանք ընտրել են Բաքվի բանտը, քան թե Հայաստանի բանտը։ Ըստ մեծ պատասխանատվություն էր լինելու, իսկ քանի որ նրանք ընդեղ են, Հայաստանում մի մեծ մասսա հələ նրանց հերոսները անվանում։ Հասկանում եք, իսկ որ լինեին Հայաստանում, ստեպտի նրանք բանտարկվեին, իսկ նրանք իմ կարծիքով նրանք դավաճանել են Հայաստանին, դրա համար փախել են, նրանք ընտրել են Բաքվի բանտը, ոչ թե Հայաստանի, իրանք են ընտրել։ Հիշում եք, չէ՞, Դավիթ Բաբայանը պրամոյ էֆիրել դաժե ցույց տվավ, որ ես գնում եմ հանձնվեմ։ Նրանք կարային բոլորն էլ գային Հայաստան։ Են ամենա հազարավոր ազերի սպանող գեներալներ, կռվող տղեր, բոլորը եկան Հայաստան, բայց դրանք չեկան։ Որովհետև ես կարծում եմ, որ դրանք դավաճանություն են արել եւ Հայաստանի նկատմամբ եւ Արցախի։ Դրանք չեկան ստի։ Դրանց չգալու մեջ ես մեղադրում եմ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, սրանք գիտեն ամեն ինչը սրանք գիտեն։ Ես Սամվել Կարապետյանին մի բան եմ ուզում ասեմ։ Սամվել Կարապետյան ջան, մեզնից Ալիևը ոչինչ չի ուզում։ Նա մեզնից ոչ մի բան չի պահանջում։ Ավելորդ մի բան արա, մեզնից ուզողը Ռուսաստանն է, մեզնից պահանջ դնում է Ռուսաստանը, Ալիևը իր ճանապարհները բացած, երեգել եկավագոններ հացահատիկ ու նավթ մտավ Հայաստան, բայց Ռուսաստանը իր ճանապարհները փակում է մեր առաջ։ Ինչի ես ավելորդ բաներ անում, ախր մի արա ախպեր ջան, ցավդ տանեմ, մի արա, Սամվել, պատմության մեջ, նենց արա անունդ գրվի, որպես հայ, որպես նորմալ մարդ, այլ ոչ ռուսի կողմից ռուսացած ասիմիլյացիա եղած հայ, հասկանում եք, Սամվել ջան, մի արեք, կրկնում եմ, Ադրբեջանը մեզանից ոչինչ չի ուզում, Ադրբեջանը մեզ հետ ինչ պետքա արդեն ստորագրել է, Ադրբեջանին ինչ պետքա Ռուսի օգնությամբ մեզանից վերցրել է, նրան էլ մեզանից ոչ մի բան ստանալու չունի, չի էլ պահանջում, դուք մի հորինեք ձեր մեջից, մեզանից պահանջողը Ռուսն է, Ռուսաստանն է, Ալիևը իր ճանապարհները մեր երկրի առաջ բացել է, իսկ Ռուսաստանը մեր երկրի առաջ իր ճանապարհները փակում է։ Այս ժողովրդին ինչ ես ուզում դու ապացուցես, ցավդ տանեմ, ասա իմանանք։ Մի արեք եւ վերջ։